Սահմանադրական դատանը միջազգային պայմանագրերի քննության վերաբերյալ եւ որոշումներ կայացնելու վերաբերյալ 2 ամսվա ժամկետ ունի։ 2 ամսվա մեջ կարա ինքը որոշումը կայացնի։ Հիմա ինձ համար շատ հետաքրքիր է, թե ոնց է եղել, այդ պիտի պարզենք մենք այս դատաքննության ընթացքում պիտի պարզենք։ Առիթ իրանք են ստեղծել, ես պիտի նախաձեռնեմ, իրանք ես լավ են արել, կպիտի պարզենք։ Որ սահմանադրական դատանը Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանային հանձնաժողովների սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մաս, այսինքն որ ասում են, որ այս կանոնակարգը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հրապարակել են սեպտեմբերի 24-ին 2024 թվականին։ Վերջնական տարբերակը, որ ՍԴ կայքում տեղադրվել է, եղել է սեպտեմբերի 26-ին։ Ուրեմն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տարածքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այսին նախնական որոշման են եզրափակիչ մասի հրապարակման օրը։ Ուզում եմ անամ այդ ինչի է այդպես զուգադիպ է։ Թե արդեն միգուցե նենց է եղել, որ կարար արդեն Էրդողանին ասել, որ մեր մոտ սահմանադրական դատանը sense որոշում է կայացրել։ Ամսի 26-ին, որ վերջնական որոշումն են հրապարակել, այդ նույն օրը Նյու Յորքում էլի արդեն ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում հանդիպում են Հայաստանի արտաքին գործերի նախարար, ինչ է դրա անունը, Արարատ Միրզոյանը եւ Ջեհրուն Բայրամովը հանդիպել են այդ էլ ամսի 26-ին։ Ուզում եմ իմանամ, այդ երկամսյա մեծ ժամկետի մեջ այս որոշման օրերը, այս ոնց եղավ, որը սենց հետաքրքիր է, էլի, եկավ համընկավ դրա հետ։